Բարի երեկո արգելի հեռուստադիտող, այսօր ապրիլ 24-ն է, եթերում ժամի գլխավոր թողարկումը։ Ցավ, որ դաջվեց մեր գենետիկ կոդում, Օսմանյան կայսրությունը 110 տարի առաջ փորձեց աշխարհի երեսից ջնջել հայության հետքը։ Կոտորածի ու բնաջնջման ծրագիր, որ սկսվեց 1915-ին ու շարունակվեց մինչև 1923-ը։ Աշխարհը լուռ էր, արձագանքողներն էլ վախեցան ցեղասպանություն անվանել կատարվածը։ Միջազգային առաջին արձագանքը եղավ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից կատարված բռնությունները որակեցին որպես հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ։ Ավելի քան 1.5 միլիոն հայ կոտորեցին, մյուսները կամ բռնի հավատափոխ եղան, կամ ապաստանեցին տարբեր երկրներում։ Հայկական իշխանությունները այսօր ցեղասպանության հարցը երկրորդ պլան են մղել, ճանաչման գործընթացը աշխարհում դանդաղել կամ կանգ առել։ Իսկ Թուրքիան ակտիվ շարունակում է պայքարը հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։ Մեծ Թուրանի երազանքը թուրքական աշխարհը այսօր էլ փայփայում է եւ ատամները սրած սպասում է նոր պատուհանի։ Աշխարհի անհամարժեք արձագանքը 20-րդ դարասկզբի այս ոճրագործությունը Արցախի ցեղասպանության դուռը բացեց եւ մեր օրերում էլ արցախյան ցեղասպանությունը դատապարտման համարժեք ձայն չլսեց։ Հայոց ցեղասպանությունից տասնամյակներ անց հայ ժողովուրդը անկախության հռչակագրում ամրագրեց. Հայաստանի Հանրապետությունը պետք է սատար կանգնի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Իսկ ինչ ունենք այսօր, արդյոք բավարար ջանքեր գործադրում ենք, որ ոչ միայն աշխարհը, այլև ոճրագործը ճանաչի իր նախնիների ոճիրը։ Թուրքագետը կարճ է ձևակերպում անցյալը մոռանալով, ապագա չես կառուցի։ Հայոց ցեղասպանությունը ոչ ոք կասկածի տակ առնել չի կարող, դա պատմական իրողություն է։ 20-րդ դարի մեծ ոճրագործություն, որ այսօր կարծես խանգարում է հայ-թուրքական հարաբերություններին։ Արդյոք դիվանագիտական ամուր կապեր հնարավոր են պատմական ստի հիմքով, փորձագետները բացառում են։ Պատմության ողբերգական անցքերը հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ 1 առաջնահերթություն դարձնելն անշուշտ արտգործնախարարության օրակարգը չէ։ Մեր երկրի արտգործնախարարն այս ձևակերպումն արեց դեռ նախորդ տարի։ Այս նույն ընթացքում է նաև որ բարեկարգել ենք Մարգարայի կամուրջը ու սպասում ենք Թուրքիայի արձագանքին այն գործարկելու համար։ Անկարայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար է պաշտոնական Երևանը, այսպես ասենք, երկրորդ պլան բերում հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, դրա դրամաբանական հետևանքներով։ Եթե անգամ այդպես է, ապա պատուղները դառն ու վտանգավոր են։ Թուրքագետը նկատում է, այսպիսով բաց ենք թողնում արդարության վերականգնման հնարավորությունը եւ ոչ միայն։ Ցեղասպանությունները ժամանակակից պատմության մեր օրերի ամենադաժան իրողություններից մեկն են եւ պայքարել հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, այսինքն մի ցեղասպանություն, որը տեղի ունեցել 100 տարի առաջ, դա նշանակում է նաեւ պայքարել, որ ապագայում նման հանցագործություններ տեղի չունենան։ Հիմա, երբ Հայաստանը փորձում է աշխարհաքաղաքական նոր իրողություններ ստեղծել մեր տարածաշրջանում, խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, հայոց ցեղասպանության հարցը օրակարգում ստորադասելը թուրքական կուլիսային պահանջ կարող է լինել, որը գեներացվել է բանակցային գործընթացում։ Համենայն դեպս այս մասին հրապարակային խոսք չկա, բայց Հայաստանը շարունակաբար թույլատրում է պահանջատիրական դիրքերը։ Թուրքագետն ասում է, լավ գիտենք այս հարցում Անկարայի դիրքորոշումը, հատուցումից խուսափելու, նաև սիմվոլիկ մաքրություն ձեռք բերելու առիթը բաց թողնել չէին կարող թուրքական դիվանագիտություն։ Իհարկե Թուրքիան դա պահանջում է։ Այսպես թե այնպես մեղմ ձևով, ավելի ոչ մեղմ ձևով, բայց այդ պահանջը միշտ դնում է։ Թուրքիայի խնդիրը հետևյալն է, որ ցեղասպանությունը դառնա պատմական խնդիր միմիայն եւ դառնա այսպես վիճարկելի խնդիր։ Ժխտել են նախկինում, հետո որդեգրել կատարվածը քննարկելու քաղաքականությունը, հիմա դարձյալ ըստ թուրքագետի ժխտողական տրամադրություններ են Թուրքիայում։ Ամեն դեպքում բացված բոլոր պատուհանները Թուրքիան օգտագործել է պատմական իրադարձությունը խմբագրելու համար։ Անկախ դրանից Չիկագոյի համալսարանի պրոֆեսորն է պնդում, արձանագրումը կա պատմական փաստի, պետք է գործել։ Թուրքիայի կառավարության շատ պաշտոնյաների անհեթեթ ժխտողական դիրքորոշումները այլևս որևէ դեր չեն խաղում։ Բոլոր նրանք, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրել են այդ իրադարձությունները, հասկանում են, որ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը անկասկած համապատասխանում է ցեղասպանություն սահմանմանը։ Հիմա հարցերի հարցն այն է, թե ինչպես ենք հասկանում տեղի ունեցածը եւ ինչպես կարելի է այն կանխել ապագայում։ Բայց գրավորական դիրք է վերցրել Հայաստանը, թեև պաշտոնական Երևանը անընդհատ պարզաբանում է, պատմական իրողությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, միայն թե հարցը օրակարգային չէ։ Փորձագետները պնդում են անկախ քաղաքական դասավորություններից, դիվանագիտական կապեր հաստատելու պլաններից
հայերի դեմ կատարված հանցագործությունը մոռանալ, չդատապարտել, հատուցում չպահանջել նշանակում է թույլ տալ կրկնությունը։ Դա մեր փոխարեն ոչ ոք չի անելու, եւ առհասարակ մոռանալ սեփական պատմությունը նշանակում է չհրաժարվել ոչնչացումից։ Տիգրան Կուրղինյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հայերին ոչնչացնելու թուրքական քաղաքականության դատապարտման գործընթացը աշխարհում նախկին տեմպն ու ակտիվությունը հիմա չունի։ 2019-ին Պորտուգալիայի խորհրդարան, ԱՄՆ ներկայացուցիչների պալատ եւ սենատ, 2021-ին Լատվիայի խորհրդարան, 23-ին Մեքսիկայի սենատի հռչակագիր։ Սրանք վերջին տարիներին ընդունված հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերն են։ Մասնագետները նկատում են, թե ցեղասպանության ճանաչման գործընթացը Երևանի համար էլ առաջնային կարևորության օրակարգային հարց չէ։ Զուգահեռ պասիվ է նաև հայկական սփյուռքը։ Սփյուռքը, հայդատի գրասենյակները տարիներ շարունակ ծանր բեռ վերցնելով իրենց ուսերին Հայաստանի իշխանությունների հետ միշտ տակ էին պահում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Կար ժամանակ, որ մեր պետությունը հենց ընկել էր այդ գործի հետևից, այսինքն հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապ ուներ մեր պետությունը, իսկ այսօր ճիշտ հակառակն է, ցեղասպանությունը մեր օրակարգի վրա չէ։ Քանի որ պետությունը իր առաջնահերթությունն էր համարում եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, դա նպաստում էր, որ մեր դեսպանատները եւս այդ հարցում մեծ աշխատանք կատարեն, նաեւ օգտվելով Սփյուռքի ու հատկապես հայդատի գրասենյակների աշխատանքից։ Հիմա փաստացիորեն ճանաչման գործը լիովին ընկած է միայն Սփյուռքի եւ հայդատի գրասենյակների ուսերին։ Օսմանյան կառավարության իրականացրած հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով։ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների, միջազգային տարբեր կազմակերպությունների, կառույցների ցանկն է։ Ապրիլ 24-յան իր ուղերձում ԱՄՆ նախկին նախագահ Բայդենը եւս արտաբերեց հայոց ցեղասպանությունը։ Ամեն դեպքում Միացյալ Նահանգների ճանաչումը շատ կարևոր էր, հատկապես Վուդրո Վիլսոնի իրավարարը վճռի առումով։ Ցեղասպանագետներն ու թուրքագետները նկատում են, պետությունը, հայաստանյան իշխանությունները վերջին տարիներին դիվանագիտական տարբեր մակարդակներում հանդիպումների ընթացքում առաջ չեն բերում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունը նման քաղաքականություն է վարում, բնականաբար աշխարհում եւս հակված են մոռանալու, մոռացության մատնելու այդ գլխավոր ոճրագործությունը։ Եթե դու չզբաղվես այդ գործով, ինչի պիտի ուրիշը զբաղվի։ Եթե դու զբաղվես եւ իրենց էլ համոզես, կարող է իրենք էլ զբաղվեն այդ գործով։ Իրենց համար դա մի ավելորդ գլխացավանք է, որ պարլամենտում պիտի դա ներկայացնեն եւ այլն, պիտի ընդունվի դրա փոխարեն ուրիշ գործերով կզբաղվեն այդ մարդիկ։ Ինչի պիտի մի բանով զբաղվեն, որին դու դեմ ես անգամ։ Այս քաղաքականությանը հետևողները պնդում են, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից իշխանությունը ջնջել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ լինելը։ Մենք այսօր Թուրքիային ռևերանսներ ենք անում, կարծեք թե ուզում են Թուրքիային սիրաշահել եւ ցույց են տալիս, որ այո, մենք պատրաստ ենք քո պահանջները, քո նախապայմանները ընդունելու։ Ցեղասպանագետները, թուրքագետները նկատում են, հիմա շատ ավելի պասիվ են դարձել Սփյուռքում գործող հայ համայնքները։ Պետք է նպատակասլաց աշխատանք կատարվի եւ ներկայացվի, որ հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն պատմական իրողության ճանաչումն է, այլ նաեւ այդպիսով քայլ արվում դեպի ապագա ցեղասպանությունների կանխարգելումը։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծեղեռնի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղանություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է եղել ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան մեկ դարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է։ Անկախ նրանից, թե որքանով է ձևակերպված եղել որպես այդպիսին, պետություն եւ պետական շահեր Հայաստանի Հանրապետություն միջազգայինորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի, ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառպահեն Մեծեղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծեղեռնի ողբերգությունը։ Մենք գնում ենք այս ճանապարհով, որովհետև այսպես ենք վերցանում այն ուղերձը, որ մեզ հղում է պատմությունը։
Անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան, Պոլսո հայոց պատրիարքին և հայ համայնքին հղած իր ուղերձում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Թուրքիայում լույս տեսնող Ժամանակ թերթը։ Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև խորը արմատներ ունեցող և ամուր կապերը պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչև օրս չեն հասել իրենց նպատակներին, առանց փակագծեր բացելու, հայտարարել է հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի առաջնորդը։ Եվ թեև Թուրքիայի օրվա իշխանությունը շարունակում է ժխտել այն, ինչ արել են իրենց պապերը, բայց կան նաև ազնիվ թուրք գործիչներ, պատմաբաններ, որոնք համարձակվել են ուղիղ նայել ճշմարտության աչքերին ու ասել այն, ինչ կատարվել է հայերի հետ, այո, ցեղասպանությունը։ Իմ գործընկեր Նաիրի Մուրադյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր հանդիպել, լսել է թուրքագետների ու ցեղասպանագետների կարծիքները, զրուցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետ։ Նա առաջին թուրք գիտնականներից է, ով ճանաչել ու բացահայտ քննադատել է թուրքական մերժողական քաղաքականությունը։ Պարոն Աքչամ, ինչ եք կարծում, ինչու Թուրքիան ցեղասպանությունից 110 տարի անցել չի առերեսվում իրականության հետ, չի ընդունում, որ եղեռնագործությունն իր ձեռքի գործն է։ Թուրքիան լուր է, Թուրքիան զգուշավոր վարքագիծ է դրսևորում։ Ցեղասպանության կոծկումով նաև ծածկում է, թե ինչպես է այն իրագործել։ Ցեղասպանությունը պետական մակարդակով կազմակերպված տեղահանություն էր։ Թուրքիայում հիմա սիրում են նույն նախադասությունը կրկնել՝ ոչինչ չի եղել։ Եթե ինչ-որ բան էլ եղել է, հայերի մեղքն է։ Այսպես են կերակրել 100-ամյակի ընթացքում թուրք հասարակությանը։ Բայց եթե նույնիսկ թուրքական կառավարությունն այսօր էլ ժխտողական կեցվածք ունի, հասարակության մի լայն հատված, ներառյալ քրդական համայնքը, փաստարկված գիտի, թե ինչ է եղել 20-րդ դարասկզբին։ Թուրքիայում մի ասացվածք կա, որը, ինչպես ինձ ասել են, հայկական ծագում ունի։ Յուրաքանչյուր մարդ ցավում է միայն սեփական որդու համար։ Ցավոք մարդիկ այնքան էլ զգայուն չեն ուրիշների հանդեպ։ Ղարաբաղի հարցում մենակ մնացած հայերը նույն վիճակում են, ինչ պաղեստինցիները, որոնք միայնակ են մնացել իրենց խնդրի հետ։ Աշխարհի տարբեր ծայրերից էլ ոգեկոչում են հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Ռուսաստանում հայոց ցեղասպանությունը միշտ ընկալվել է որպես սեփական ցավ եւ դժբախտություն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մարդկության անունից հանուն ճշմարտության եւ արդարության գործելու կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է Արելիքսում հայատառ, հիշատակելով, որ 110 տարի առաջ սկսվեց հայոց ցեղասպանությունը եւ որ այսօր ապրիլի 24-ին ոգեկոչման ազգային օրը պետք է հիշենք բոլոր զոհերին եւ կենթանի պահենք նրանց հիշատակը։ Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ պետք է շարունակենք գործել մարդկության անունից հանուն ճշմարտության եւ արդարության։ Հիշեցնելով, որ ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության հերթական տարելիցը, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանում հայոց ցեղասպանությունը միշտ ընկալվել է որպես սեփական ցավ եւ դժբախտություն։ Զախարովան ասել է, թե այդ վկայությունների համաձայն 1915 թվականին ռուսական կայսերական բանակի Կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը փրկել է ոչ պակաս քան 350,000 հայ։ Դիվանագետի խոսքով Մոսկվան առաջիններից մեկն է պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Նա նաև հիշեցրել է, որ 2015 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ընթացքում մասնակցել է Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը եւ անկեղծ սրտակցություն է հայտնել հայ ժողովրդին։ Միացյալ Նահանգների կոնգրեսականներ, սենատորներ դատապարտելով 15 թվականի թուրքական եղեռնագործությունը, հայկական ջարդերն ու տեղահանությունը շեշտել են նաև, որ նրանցից շատերը ապաստանել են հենց Միացյալ Նահանգներում, իրենց հարուստ մշակույթը գենոֆոնդը բերելով Միացյալ Նահանգներ, նաև իրենց նպաստը բերելով երկրի զարգացմանը։ Էնդի Քիմ, Ադամ Շիվ, Բրեդ Շերման, Ֆրենկ Փալոն նրանց ելույթներում կարմիր թելի պես է անցնում 1915-ից Օսմանյան կառավարությունը սկսեց իր տարածքից հայ ժողովրդին արտաքսելու հարցով պլաններն իրականացնել։ Իրադարձություն, որը համապատասխանում է ցեղասպանություն բառի սահմանմանը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին, ասել է ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր ունի, բայց այն այժմ հրապարակային դարձնելը ճիշտ չի համարել։ Ձերբարտությունները Սերժ Սարգսյանին ոչ զարմացնում են, ոչ էլ զայրացնում, պարզաբանել է, թե գուցե դա պայմանավորված է նրանով, որ շատ երկար է ծառայել Հայաստանի Հանրապետությանը 25 տարուց ավելի։ Անկախության հռչակագրից հրաժարումի մասին խոսելով Սերժ Սարգսյանն ասել է, թե չի
կարծում, որ կկարողանան հրաժարվել հռչակագրից, որովհետև ըստ նրա չեն հասցնի։ Սարգսյանը նաև հայտարարել է, թե փողոցային պայքարը կառաջնորդի նա, ով այդ առաքելությունը կկարողանա ստանձնել։ Ավելացրել է, որ ինքը չի ստանձնի երկրի ղեկավարությունը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ապրիլի 24-ին նախորյակին կոչ է արել միանալ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին։ Միլանի Ինտերի կիսապաշտպանը կոչը հրապարակել է սոցիալական ցանցի իր էջում։ Ջահերով երթը ի դեպ անցկացվում է 1999 թվականից արդեն 26 տարի։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Նաև Հենրիխի կոչին թերևս անսալով ջահերով երթը այս անգամ էլ հասել է Ծիծեռնակաբերդ։ Զարկ, երբ քեզ հալածում են ուղերձով, նախորդին երեկոյան մեկնարկել է արդեն ավանդական դարձած երթը։ Մայրաքաղաքի փողոցները լուսավորած երիտասարդների շապիկներին պապերի վրեժը առած Սողոմոն Թեհլերյանի լուսանկարներ։ Ավանդույթի համաձայն երիտասարդները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները ի նշան բողոքի, քանի դեռ այդ երկուսը չեն ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Այս հարցում իշխանությունն ու ընդդիմությունը խիստ տարակարծիք են։ Երեք հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները։ Երևույթը սակայն հայկական քաղաքական դաշտում ոչ միանշանակ ընդունվեց։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես այդ գործելակերպը համարում է անպատասխանատու եւ անընդունելի։ Մամուլի խոսնակն է գրում սոցիալական ցանցում։ Միջազգայինորեն ճանաչված պետության, առավել ևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Երևույթին կատեգորիկ դեմ է Հանրապետություն կուսակցության նախագահը, նրա ձևակերպմամբ ինքնահաստատման եւ խիզախ Երևանու նպատակով այլոց դրոշներն այրելուն։ Ասում է անլուրջ ու ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Թող ամենակարող Տերը ների մեզ, թող սրբերի դասում եւ լույսերի մեջ պահի քրիստոնյա եւ հայ լինելու համար ցեղասպանված մեր հայրենակիցների անմեղ հոգիները, թող ողորմա մեզ ողջերիս, թող հեռացնի մեզնից իր արդարացի զայրույթը եւ օգնի մեզ, Աստված օրհնի Հայաստանը։ Ազգային ժողովի դաշնակցական падգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ քաղաքական այս ձևակերպումներից հետո գրեց, թե անցյալում ջահերով երթին այս կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր պաշտոնական Երևանը։ Վարդանյանը անդրադարձել է նաեւ մեղադրանքներին, թե Սյունիքի Խոզնավարում կրակոցները պայմանավորված էին դրոշներն այրելու հանգամանքով։ Պարզապես բաց է մնում հարցը, իսկ օրինակ շուրջ 1 ամիս ինչու էին նույն հատվածում կրակում դարձյալ ջահերով երթի համար։ Իսկ այսուհետև այս հիմքով արգելելու եք նմանատիպ միջոցառումների անցկացումը։ Ինչ վերաբերում է դրոշ այրելուն, դա քաղաքական խորհրդանշական ակցիա է։ Հարյուրավոր երկրներում մարդիկ այրում են բռնապետերի ու ցեղասպանների խորհրդանիշները ի նշան բողոքի։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղարն էլ գրում է, թե հարևան պետության դրոշ այրելը սադրիչ եւ հրահրող գործելակերպ որակելը առիթ է խոնարհում ցուցաբերելու Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին։ Իշխանության համար ընդունելին արտաքին քաղաքական օրակարգից ցեղասպանության հարցը հանելն է, պատասխանատվությունը թուրք-ադրբեջանական նախապայմանների կատարումը։ Նկատենք ի դեպ, որ որպես բողոքի ձայն հատուցման պահանջ դարի հանցագործությունը չմոռանալու փաստարկ, ավանդական ջահերով երթը տարիներ շարունակ է այս արարողակարգով սկսվում։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Երևանում վառված ջահերի լույսը աշխարհի տարբեր անկյուններում է առկայծել, օվկիանոսից այն կողմ հասել։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններ են եղել Միացյալ Նահանգներում, Հունաստանում, Ֆրանսիայում։ Անմասն չեն մնացել նաև հարևան Վրաստանում եւ Իրանում։ Թեհրանում հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ առավոտյան արարողակարգային միջոցառումներ են տեղի ունեցել։ Այստեղ սակայն չի անցել առանց միջադեպի։ Իրանի հայ համայնքի ներկայացուցիչները Թեհրանում հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ սուլոցներով են դիմավորել Իրանում Հայաստանի դեսպանին։ Ջահերով երթը տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքում։ Վիրահայերը ջահերով, պաստառներով շարժվել են դեպի Թբիլիսի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարն է։ Ֆրանսիական Մարսել քաղաքի Փարոն պալատն լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի։ Փարիզում պահանջատիրության երթերի ժամանակ վառել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել Գլենդելում, Հունաստանի Կալամատայի քաղաքում, ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված հուշարձանի մոտ։ Միջոցառմանը մասնակցել են նաև Կալապամատայի եպիսկոպոս Խրիստոսոմոս Սավատոսը, Հունաստանի խորհրդանի падգամավորներ, Կալամատայի քաղաքապետի տեղակալը։ Պաշտոնական ելույթներից առաջ գերաշնորհ Տեր Սահակ եպիսկոպոս Եմիշյանը մատուցել է հոգեհանգստյան կարգ։ Մեկ օրվա մեջ երկու միջոցառում էլ տեղի ունեցել Երուսաղեմում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ եթե ոճրագործի ձեռքը չես բռնում, նա նորից ձեռքը զենքին է տանում։ Ձեռագիրը նույնն է, միայն փոխվել են ժամանակները, մեթոդներն ու կատարողները։ Հային ցեղասպանելու, հայրենազրկելու տենչը թուրքերի գենի մեջ է։ 1915-ին Արևմտյան Հայաստանում կատարածը կրկնեցին 2020-ին ու 23-ին Արցախում։ Մի ամբողջ ժողովուրդ 120,000 հայ մազապուրց լքեց հայրենի հողը, ապաստան գտավ Մայր Հայաստանում, բայց այսօր էլ աշխարհը լուռ է, ոչինչ չի տեսնում, չի լսում, չի խոսում։ Եթե խոսում ենք ցեղասպանության մասին, ապա 21-րդ դարում դրա մաստերկլասը Աշխարհին Ալիևը ցույց տվեց։ Այնինչ տեղի ունեցավ Արցախում 2023-ին ցեղասպանություն էր, զուգորդված տեղեկատվական նոր արշավով, նոր ռազմավարությամբ, հաշվարկով, բայց նաև հատուկ զգուշավորությամբ։ Իհարկե, կատարվածին տարբեր գնահատականներ են տրվել, բայց միջազգային լեվելի մասնագետները ուղիղ են ձևակերպում Արցախի իրադարձությունը գենոցիդ էր, ցեղասպանություն։ Դրա մասին կարծրատիպային պատկերացումները երբեմն խանգարում են բարձրաձայնել եզրույթը, բայց ցեղասպանությունները միայն մասսայական ջարդեր չեն, այլ ատելության հիմքով գործողություններ էթնիկ ծագումից ելնելով։ Տարբեր մասնագիտական շրջանակների կողմից գնահատվում է որպես ցեղասպանություն։ Այդ թվում ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից հատկապես շրջափակումը եւ դրան հաջորդող բռնի տեղահանումը, Խուան Մենդեսի կողմից, որը եղել է ցեղասպանությունների կանխարգելման գծով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը, առաջինը 2004 թվականին եւ բավականին լուրջ փորձագետ է համարվում, եւ Լուիս Մորենո Օկամպոն, ով եղել է միջազգային քրեական դատարանի հիմնադիր առաջին դատախազը։ Հաագայի քրեական դատարանի հիմնադիր դատախազը ժամի հետ զրույցում էլ քրեաիրավական գնահատական է տալիս, կոնկրետ Արցախում ոչ թե էթնիկ զտում է եղել, այլ հենց ցեղասպանություն։ Դա ցեղասպանություն էր համաձայն ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի B կետի։ Մարդիկ հեռացել են իրենց տնից, թողել են ամեն ինչ, հոգեբանական վնաս կա, ամբողջ համայնքը լքեց իր հայրենի հողը։ Ցեղասպանության գնահատման համար շատ կարևոր է նախ բուն հանցագործությունը, այսինքն ժողովրդի ամբողջական կամ մասնակի ոչնչացումը, եւ երկրորդը դիտավորությունը։ Նրանք, որ պնդում են, թե կատարված է էթնիկ զտումը, հիմնվում են այն հանգամանքի վրա, որ այս երկրորդը դիտավորությունը ապացուցելը դժվար է։ Բայց գոնե մեզ էթնիկ հայերից լավ հայտնի են Ալիևյան ռեժիմի մտադրությունները ոչնչացնել մեզ հոգեպես ու ֆիզիկապես։ Մյուս կողմից շրջափակումն ինքնին դիտավորության վառ ապացույց է։ Իսկ ինչու Ալիևը առանց վախի ու վարանելու 21-րդ լուսավոր դարում էթնիկ հայերի դեմ նման գործողություններ կարողացավ իրականացնել։ Բռնապետի ձեռքը բռնող չեղավ։ Պարզ է, որովհետև 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը դարձյալ էթնիկ հայերի դեմ չպատժվեց։ Հատուցման պահը չեկավ, ոճրագործի խարանը միջազգային իրավունքը չդակեց Էրդողանի ու Ալիևի նախնիների ճակատին, ու անպատժելիությունը մերօրյա հանցագործությունը բերեց։ Ալիևը եւ Ալիևյան պլանավորողները, սցենարիստները կարողացել են փաթեթավորել ավելի գրագետ փաթեթներով եւ կարողացել են հասնել նույն նպատակին, այսինքն մեր ժողովրդի ոչնչացմանը իր հայրենիքում, բռնի տեղահանմանը եւ Արցախը գրավել առանց հայերի, այնպիսի մեթոդաբանությամբ, որոնք երբեմն շատերի մոտ արտաքնապես հարցեր են առաջացնում, թե արդյոք սա ցեղասպանություն է թե ոչ։ Երկու պետություն, մեկ մտադրություն վերացնել հայկական գործոնը։ Ըստ էության 110 տարի առաջ էլ այսօր էլ չի փոխվել նրանց ազգային ձգտումն ու ձեռագիրը։ Պարզապես աշխարհը պիտի լավ իմանա, որ եթե չի վերականգնվում պատմական արդարությունը մեկ ազգի նկատմամբ, ապա ոճրագործը հասնում է նաև մյուսների շեմքին։ Տիգրան Ուիկուրղինյան, ժամը լրատվական։ Իսկ այժմ մենք ուղիղ կապ ունենք Ծիծեռնակաբերդի հետ, որտեղ աշխատում է իմ գործընկեր Էդուարդ Պողոսյանը։ Բարի երեկո Էդուարդ, հետաքրքիր է իմանալ արդյոք ցեղասպանությունից 110 տարի անց մարդկանց ընկալումները փոխվել են, թե ինչ է եղել մեր ազգի հետ։
Ողջույն Հայկ, շնորհակալ եմ հենց այդ հարցի շուրջ այս պահին կզրուցեմ մշակութաբան հրապարակախոս Կարինե Հակոբյանի հետ։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Տիկին Հակոբյան, մեր ժողովրդի գիտակցության մեջ ընկալումներում առհասարակ որևէ բան փոփոխվել է հայոց ցեղասպանության հետ կապված, հատկապես որ մենք նաև փաստացի ստացվում է, որ դարձանք Արցախի ցեղասպանության ականատեսները։ Իհարկե փոխվել է, բայց ցավոք սրտի անհատապես հավաքական միտք այդ հարցի շուրջ չի ձևավորվել, որովհետև ինձ թվում է յուրաքանչյուր այսօր մտածում է, ինչպես եղավ, որ այդպես դառը դատեցինք եւ դատարկ նստեցինք։ Ես անձամբ մտածում եմ, որ պատճառը օտարի օրակարգով առաջնորդվելն է։ Իսկ օտարի օրակարգով մենք առաջնորդվում ենք, որովհետև չունենք ուժեղ դիմադրողականություն ազգային, որպեսզի օտարը չներթափանցի մեր հասարակական կյանքի տարբեր շերտեր եւ այսպես սկուտեղի վրա մեզ չմատուցի որպես բարեկամ ծրագրեր եւ մենք դրանով առաջնորդվենք եւ վերջում պարզվի, որ սխալ ճանապարհ էր դա։ Տիկին Հակոբյան, աշխարհը, մասնավորապես Սփյուռքը, կարծես թե նվազեցրել է իր ակտիվությունը այս հարցի հետ կապված, ինչ եք կարծում, ինչու։ Սփյուռքը չի գիտակցում իր ողբերգությունը։ Սփյուռքը, որը ցեղասպանության հետևանք է, երբեք չի եղել կազմակերպված կառույց, այնպես ինչպես մենք ներկայացրել ենք միշտ։ Սփյուռքը սահող ավազի վրա կառուցված շինություն է, որը աստիճանաբար քանդվում է։ Իրականում դա հայ գաղթականությունն է, մենք այդպես բարեհունչ անուն ենք կպցրել, կարծես ինքներս մեզ խաբելու համար։ Իրականում գաղթականությունը 1-2 սերունդ է կարողանում իրեն պահել։ Հայապահպանությունը առանց հայրենադարձության ինքնախաբեություն է միշտ եղել, որովհետև չես կարող երկար հայ մնալ եւ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր ընտանիք, որը իր ճակատագիրը տեսնում է Հայաստանից դուրս, պետք է գիտակցի, որ իր երեխաները, իր թոռները այլևս հայ չեն լինելու։ Եվ այսօր մենք շատ բան ունենք մտորելու։ Վերջին անգամ ես Արևմտյան Հայաստանում էի 19 թվականին եւ երբ ամեն անգամ այսպես ոտք եմ դնում, ես անգամ թուրքը ինձ չի խանգարում, որպեսզի ես ինձ զգամ իմ հայրենիքում, որովհետև հողը, բնությունը մեզ ի վերուստ է տրված, մենք չենք ընտրել հայրենիքը մեր, եւ նա այսօր զգում է, որ իր հողի վրա օտար մարմին է, եւ թուրքը երկար չի կարող այնտեղ գոյատևել, ուշ թե շուտ, կարծում եմ շուտով նա մաքրվելու է եւ մեկ բան էի ուզում Տիկին Հակոբյան, ներողություն եմ խնդրում, եթե հրաժամանակը սուղ է, ես Հայկ հիշեցնեմ, որ այստեղ Ծիծեռնակաբերդի բարձունքում զրուցում էի հրապարակախոս մշակութաբան Կարինե Հակոբյանի հետ, տեղեկացնեմ, որ այստեղ անմար կրակի ուղղությամբ դեռևս շարունակում է ճանապարհը մարդաշատ մնալ, թեպետ երեկոյան ժամին մարդկանց հոսքը այստեղ չի դադարում, այս ժամի համար այսքանը այստեղից Ծիծեռնակաբերդի բարձունքից Հայկ Շնորհակալություն Էդուարդ, ես հիշեցնեմ, որ ուղիղ կապ ենք հաստատել Ծիծեռնակաբերդ, որտեղ աշխատում է ժամի իմ գործընկերները։ Էդուարդ Պողոսյանն էր հաղորդում եւ շարունակենք թողարկումը։ Արդար դատին հավատալով Դլեյամանը շուրթերին ցեղասպանության վերջին ականատեսները հեռացան աշխարհից, աշխարհին խնդրելով լայն բացել աչքերը տեսնել ու հասկանալ թուրքի նպատակները։ Այնինչ արել են 1915-ին թուրքերը ապացուցելու կարիք չունի մի պարզ պատճառով։ Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր անկյուններում հազարավոր վկայություններ, փաստաթղթեր ու լուսանկարներ կան, որոնց թուրքի ձեռքը հասնել չի կարող։ Իմ գործընկեր Էդուարդ Պողոսյանը հայկական մի բնակավայրի օրինակով է պատմում, թե ինչ ունեին մերոնք մինչև սպանդը ու ինչ մնաց ծաղկուն օջախի տեղում, թվերով ու փաստերով։
Գելեգյուզյանը ուներ 247 տուն, 2035 բնակիչ, 4 եկեղեցի, 12 ջրաղաց, 3 դպրոց։ Սասունցի Թորոս Իսակյանի ձեռագիրն է հայոց ցեղասպանության ականատես վկան ամբողջությամբ գրի է առել այն ամենն, ինչ տեղի էր ունենում նախորդ դարասկզբին մեր հայրենիքում ու մեզ հետ։ Ամենասկզբից է սկսել Գելեգյուզյանում ինչ ունեինք ու որքան։ Հետո ամեն ինչ սև է, սպանդ, ջարդ, կոտորած։ Թուրքերը հարձակվում են, մերոնք ինքնապաշտպանվում։ Հետո թուրքը հույսը ստի վրա է դնում, արդյունքում հայերը զենքերը վար են դնում ու բռնում գաղթի ճամփան։ Իսակյանները, Հովակիմյանները, Գալստյաններն ու բոլորը։ Ազգային պահոցի այս գզրոցներում 100 հազարավոր փաստաթղթեր կան հայոց ցեղասպանության մասին, ականատես վերապրածների վկայություններ, լուսանկարներ, կառավարական որոշումներ ու անգամ նամակներ գերտերությունների առաջնորդներին։ Ահա օրինակ դրանցից մեկը, ամենայն հայոց Գևորգ 5-րդի գիրն է ռուսաց կայսրին, օսմանները կոտորում են հայերին։ Ազգային արխիվում բոլոր փաստաթղթերն են առանձնակի խնամքով պահպանվում, իսկ հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը առանձնապես։ Թուրքիան մինչև այսօր չի հաշտվում պատմական իրողությունների, դրանք վկայող փաստաթղթերի հետ ու մշտապես ջղաձգումներ է ունենում դրանց մասին լսելիս։ Թեպետ այնպես չէ, թե դրանք միայն մեր ձեռքին են։ Հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ամենուր կան թուրքական հանցագործությունների վկայություններ, իրենք էլ ունեն, տեղն էլ լավ գիտեն։ Պատմական գիտությունների դոկտորն ասում է, իրենց ժխտողականությունը համապետական քաղաքականություն է, կեղծիքից չեն խորշում։ Պատմաբանները էլ ապացուցելու բան չունեն։ Ապացուցելն այլևս ապացուցելու խնդիր չկա։ Հետազոտությունները շարունակվում են եղած նյութը հարստացնելու համար, եղած ապացույցները թարմացնելու համար, ավելի ուժեղացնելու համար։ Քանի Թուրքիան համարձակություն չունի առերեսվելու պատմական իրողության հետ, այո, սա իրենց համար չասենք բնական, բայց իրենց այս պահին որդեգրած պետական դիրքորոշումն է։ Իսկ միջազգային ատյաններում ինչ նշանակություն կարող են ունենալ արխիվները եւ ինչպես է պետք դրանք դատական սեղաններին շարել։ Միջազգային իրավունքի մասնագետի համոզմամբ նախ պետք է 110 տարի առաջ Օսմանյան կայսրությունում եւ ընդամենը 2 տարի առաջ Արցախում տեղի ունեցածների ընդհանրություններն ի ցույց դնել։ Այն իրադարձությունները, որ տեղի են ունենում այսօր, մասնավորապես Ադրբեջանի կողմից եւ որի հետևում կանգնած է նաեւ Թուրքիան, հնարավորություն են տալիս եւս մեկ անգամ փաստելու եւ որոշ բաներ ապացույցներ բերելու, որ այստեղ կա ուղիղ կապ այն ամենի հետ, ինչ որ կատարվել է 110 տարի առաջ եւ կատարվում է այսօր, որտեղ այդ գաղափարախոսությունը որպես այդպեսին վերացած չէ։ Մեծ օրվան սպասելով ապրեցին հայրենազրկված, տունտեղից կտրված ու որփացած հայոց ցեղասպանության ականատես վկաները։ Ավաղ այսօր արդեն նրանցից ոչ ոք կենթանի չէ։ Կարսի նահանգի Լալոյի Մավրակ գյուղից Եպրաքսի տատը հոգին ավանդեց 2020-ի 44-օրյայի ժամանակ Լեյամանը շուրթերին, բայց տանը չէին ասել, թե թուրքն էլի հարձակվել է։ Սիրտը բարակել էր, չէր դիմանա։ Պատգամ թողեց բոլորիս, չմոռանալ իրենց տեսածն ու ապրածը, չհրաժարվել պայքարից, հավատալ մեծ դատին։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Ու թեև այսօր ցեղասպանության ականատեսներ էլ չկան, սակայն կան մարդիկ, որոնք տեսել ու լսել են ծնողների, տատու պապերի պատմածը։ Արհավիրքի մասին այնքան պատկերավոր են հիշում, վերապրում կարծես հենց իրենք են ականատեսն ու մասնակիցը եղել, որ իրենց մաշկի վրա զգացել են Թուրքի յաթաղանի թողած սպիները։ Նման մի պատմություն էլ Շիրակի մարզի մեր թղթակցի համար բացել է Զելոտատը, թերթել սև ու սպիտակ ալբոմը։ Երիտասարդ Էնզելայի լուսանկարներն են, ում թորներն ու ծորները զելոտատ են կանչում ու հատկապես այս օրերին լսում ջարդերի ահասարսուր պատմությունները, որոնք միայն 1915 թվականին չեն վերաբերում։ Զելոտատը երիտթուրքական ու քեմալական ջարդերի պատմությունները լսել է մորից եւ ամուսնու ծնողներից, թե ինչպես էին թողել Մանանայի երգիրը։ Գիտես ինչ խաղաղություն էր, ինչ բնություն էր, ինչ ապրուստ էր, Զաղ Թուրքիա տերնե մեր արա, մեզից բանի լայնի կանք։ Մինչև 1920-ականներ տևած հայասպանության դառն ու դաժան պատմությունները ապրել են նաև Շիրակի մարզի տարբեր գյուղերում։ Լեռնակերտ գյուղից է Զելոտատը, որտեղ Թուրքի մահաբեր սրի տակով անցել են 300 բնակիչներ։ Յարե 300 Պիրատ իդ մարակն ու իդ մարակն բալցրած էտած վրեն։ Մինակ իդ մեկ մարդն իմ կեչերի քերու տղի։ Էդի բոգվա իդ մարակի դուզայիգե։ Իրանք
Սուրբ ունին, քիչ նորի սուրբներ անտա ազատ է էլի։ Ճիճուճուն չկար որ լինի թուրքի դեմ կրվին։ Թուրքիան հետևի կուքին Տանը մոտ է եղել այդ մարագը։ Զելոտատի շուրթին միշտ պատմության անարդարությունն է, որի լուր վկան այժմ այս հուշակոթողն է, 300 անմեղ զոհերի հիշատակին նվիրված։ Վերածած այս մարագի դուրն փագած ու էլա տանիքից Այդ տանիքն մեծ կերամ, փեծերով, քարերով, այդ լրիվ քարերն, այդ փեծանքան, բլթրած այդ 300 հիվրեն։ Գյուղի երիտասարդների հետ այստեղ շատ է լինում, սովորեցնում, որ պատմությունը մոռանալը մեղք է, հետո կանգնում այս հուշակոթողի մոտ ու Աստծուց միայն խաղաղություն է խնդրում։ Ալա Բաղդասարյան, Խան Հովհաննիսյան, ժամլրատվական, Գյումրի։ Շիրակից Սյունիք սահմանպահող մարզում լավ գիտեն, որքան կարևոր է ոչ միայն հիշելը այն ինչ կատարվել է նախնիների հետ, այլև պատրաստ լինել մեկ ոտնաչափ հեռու, մինչև ատամները զինված կանգնած թշնամու ագրեսիային, որ վերջին շրջանում ավելի հաճախ է հիշեցնում իր պլանների մասին։ Սյունեցիները բարուրը գրկին մերումանուկ են այցելում ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր։ Գորիսեցին հիշում է, Գորիսեցին պահանջատեր է և Գորիսեցին ամուր է կանգնած իր հողի վրա։ Այս ամենի մասին փաստում են հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ իրենց կամքն ու կարծիքը հայտնելու միտմամբ միավորված գորիսեցիները։ Դեռ երեկվանից չի դադարում մարդկանց հոսքը դեպի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Արդար պահանջատիրությամբ ու պատմական արդարությունը վերահաստատելու վճռականությամբ մեծ ու մանուկ եկել են ապացուցելու, որ հայը Փյունիկի պես միշտ թռնելու եւ հաղթելու է։ Այսքան ժողովուրդը, որ եկել է հավաքվել, բոլորի սրտում էլ կա հիշողության խորհուրդ։ Երբեք չպետք է մոռանալ, երբեք։ Այս ժողովրդի կրած տառապանքները չեն ընկճել ներկա սերնդին, նրանք հիշում են, հարգանքի տուրք մատուցում, բայց նաև պայքարում արդար դատաստանի համար։ 14-ամյա Նարեկ Շալունցն է, վստահ է խոսում վաղվա օրվա մասին ու հավելում։ Մենք պետք է հարգենք այս օրը, քանի որ ամբողջ աշխարհին ցուցադրենք այն, որպեսզի նրանք կարողանան ընդունել այս օրը եւ ամբողջ աշխարհը իմանա դրա մասին եւ Թուրքիան պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Գարոն Ազադայանը թորների ուղեկցությամբ է հուշահամալիրում, եկել է հատուկ նպատակով, նաև որպես օրինակ թողնելու թորներին։ Մեր հայ ժողովուրդը կլինի եւ պետք է պայքարի իր գոյության համար։ Հարգանքի տուրք են մատուցում նաև ուժային կառույցների ներկայացուցիչները, այստեղ են սահմանապահն ու զինվորը, ոստիկանն ու պարեկը, տարբեր հիմնարկների աշխատակիցները, կրթական ոլորտի մասնագետները, ուսանողները, պատանիները ու անգամ նորածինների հետ մայրիկներն են այստեղ։ Հիշատակ մեկ դար առաջ նահատակված հայրենակիցների Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էլ հոգեհանգստյան կարգ է աղոթք է բարձրացվում հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ու նաև Հայաստանի վաղվա օրվա համար։ Արևիկ Աբելյան, Մայքլ Մինասյան, ժամը լրատվական։ Նախնիների գլխով անցած գնացած արհավիրքի մասին հիշողությունները այսօրվա սերունդներն են փորձում թարմ պահել, սերնդեսերունդ պատմել ու փոխանցել։ Մեր հաջորդ տեսանյութի հերոսը 80-ամյա Ռոզա Յաղջյանն է, որի հայրական գերդաստանից միայն 3 հոգի է փրկվել։ Տատը ամեն օրվա դառը հիշողությունները ընտանիքին է փոխանցել։ Ուր են իմ հորեղբայրները, հորաքույրը, պապիկս, 40 հոգով ճանապարհ են ընկել, գաղթի ճանապարհը վերադարձել են 3 հոգի։ Գաղթական փրկվածների ժառանգն է։ Պատմում է, թե ինչպես ընտանիքով բռնեցին գաղթի ճամփան, բայց միայն հայրն ու տատիկը փրկվեցին։ Պապս ընդամենը 27 տարեկան է եղել, տատս 24 տարեկան։ Ունեցել են 5 հատ երեխաներ։ Ոչինչ անել չէին կարող, պապս եկել է ասել է արեք թուրքանանք, իհարկե չենք թուրքանամենք, տատս առաջինը, որ ինքը հավատացյալ է եղել, ես ասել եմ կյանքում դավանափող չեմ եղել, ավելի լավ է մեռնեմ։ Հպարտությամբ է պատմում տատի մասին, ասում է ուժեղ կիներ։ Ամուսնուն արդեն ձերբակալել էին, ընտանիքը հենց ինքն է փրկել։ Գիտի թե որ գյուղից են վտարվել, ինչ ճանապարհով են փրկվել ու ինչպես են կյանքը զրոյից սկսել նոր երկրում, հուսահատ ու դատարկ գրպանով։ Ունեցած վերջին ոսկին ու թանկարժեք իրերն էլ հանձնել էին թուրքական կառավարությանը, որ կարողանան ճանապարհ ընկնել։ Տատս կարգը բոլոր խալիները փռում, բարձերը դնում,
5 երեխաներին, սկիսուրին, իր մորը բոլոր ամենքը գնում են դեպի իրենց մայրական կողմը։ Նստում են սայլերը, երկու ձին կապում է կողքերը, բայց ձիերը չեն ուզում քաղաքից դուրս գան։ Քաղաքից դուրս գալուց հետո անմիջապես սկսվում է ջարդը։ Վերջին ունեցած մի ոսկով էլ մի շիշ ջուր են գնել։ Ամենքին միմիկում է հասել, որ լեզուները չչորանան։ Նրանք փրկվեցին, բայց փրկությունը դեռ ազատություն չէր։ Գոյատևելու համար տատը սպասուհի է աշխատել թուրքի տանը։ Ասում է, սիրտը կտոր էր լինում, երբ տեսնում էր, ոնց է թուրքը պապի սիրած ճաշերն ուտում։ Ինքը ժամացույց է ունենում ցեպով գրպանը տնելու, թուրքը հանում է, այսպես ցույց է տալիս, ասում է՝ նայի, մարդի 3 հատ տապոր խփի վզին, տապորը վիզը չկտրեց։ Տապորով ժամացույցը որ ցույց է տալիս, տատս նոր այդտեղ հավատում է, որ իր ամուսինը այլևս գոյություն չունի։ Հոր մահվան լուրն առնելով որդու սիրտը չի դիմացել, նույն գիշերն է մահացել։ Նրա 3 եղբայրներն էլ չեն դիմացել ծանրությանը։ Սեփական երեխաների գերեզմանները տատն իր մատներով է փորել։ Հիմա պատկերացնում եմ ես, ինչքան կարող էր ձեռքի մատներով առանց որևիցե մի գործիքի, որևիցե փոս փորել, որ կարողանար այդ երեխաներին տեղավորել դրա մեջ։ 100 տարի անց էլ վերքը բաց է ու չի փակվի։ Ցավը ժառանգել ենք նաև պատմություններով ու լուսանկարներով։ Ցավը տանում ենք սերնդեսերունդ կենթանի հիշողություններով։ Ցավը կաղաղակի, քանի դեռ աշխարհը լուռ է։ Իսկ հայոց մեծ վշտի պահանջատիրության ձայնը սկսեց խոսել դեռ նախորդ դարի կեսին, ավելի ստույգ 1965-ին հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին։ Հենց այս շրջանը սկսեց համարվել հայոց մեծ զարթոնքի սկիզբը, օրվա իշխանությունը թիկունքին էր զգում ժողովրդի շունչը, հիշում էին, ոգեկոնչում ու պահանջում։ 1965 թվական ապրիլ 24 Երևան, այսօրը փշուր եղավ մեր ժողովրդի կեսդարյա լռությունը, այն ինչ տեղի ունեցավ հիմա արդեն ճիշտ 60 տարի առաջ, ծանոթ չէր խորհրդային քաղաքացուն, հայերը փողոց էին դուրս եկել պատմական արդարության պահանջով, հողերը, Մասիսը, միացեք, Երևանի սիրտն այսպես էր բաբախում։ Հրաշալի հիշում եմ Լևոն Ներսյանի ասած պարույր նարրեով էր խոսում էլի շատ։ Ժողովուրդը ասեց հավաքվել է, ասեց սա մասա է։ Մենք ասեց պատմական պահը կորցնելու իրավունք չունենք։ Մենք պիտի անհնազանդության ակցիա անենք։ Ես չգիտեի անհնազանդության ակցիա ասած ինչ է։ Ինչ կարծիք ես։ Ասած դրական։ Սիլվա Կապտիկյանի շուռ եկավ, ասած դու, ասած ես միշտ եմ պատրաստ։ Ու այսպես խորհրդային Երևանի փողոցները ծայրամասից մինչև կենտրոն լցվեցին մարդկանցով։ Աշոտ Տերմինասյանը պատմում է, կանայք խոհանոցից գոգնոցներով, հողաթափերով ու խալաթներով էին անգամ դուրս եկել։ Քաղաքում տարբեր խմբեր էին շրջում, հավաքատեղին Լենինյան հրապարակներ, որտեղից էլ պիտի ուղղություն վերցնեին դեպի օպերայի բակ, ներկայիս Ազատության հրապարակ։ Օպերայի բակում արդեն բան էր, ոստիկանությունը, երևի ամբողջ Երևանի ոստիկանությունն այնտեղ էր։ Խորհրդային ուժայիններին սակայն չհաջողվեց 100 հազարավոր մարդկանց ճնշել։ Սկզբում մի պատրվակ գտան, խոտերն եք տրորել, բայց ապարդյուն։ Սովետական Հայաստանն էլ իդեպ խախտեց լռությունը։ Առաջին անգամ թերթում գրեցին 50 տարի առաջ թուրք կառավարիչները ժողովուրդների աստղաբույլից պոկեցին հայկականը եւ անդունդ նետեցին։ Ներքևում Մարտիրոս Սարյանի ստորագրությունն է, բայց փոխարեն մամուլն անդրդվելի մնաց, չգրելով օպերայում տեղի ունեցածի մասին։ Շենքում հասարակայնության ներկայացուցիչների ժողովներ, թերթում տեղ գտան սովետական հնչյունների ներքո դրա բացումն ու փակումը, ոչ մի խոսք այն մասին, որ ընթացքը տապալեցին ցուցարարները, մասնագետները գնահատում են, այսպես սկսվեց մեր ողբերգության արդար դատաստանի պայքարը։ Թուրքիայում էլ ձևավորվեցին մերժողական պատասխանները։ Այդ արգելքը հանվեց այս սիմվոլիկ տարեթվի հետ կապված եւ պետք է նշել, որ այստեղ նաեւ մեծ դեր խաղաց խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, մասնավորապես Յակոբ Զուրաբյանի գլխավորած կառավարությունը, որը փաստորեն որոշակի քայլեր կատարեց, անշուշտ համաձայնեցրեցին նաեւ այս քայլերը Մոսկվայի հետ։ Մեր պատմական հիշողությունը չմոռացվի, չանտեսվի, պայքարի մարդկանց ուղերձն ուժի մեջ է, քանի դեռ չկա հանգուցալուծում, պնդում են մասնագետները։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Ազգային ողբերգության ցավին նա չդիմացավ, կորցրեց թափ գիտակցությունը ու ամփոփվեց իր լռության մեջ, լռություն, որ ավելի խոսուն էր։ Կոմիտասի հավաքած ու գրառած մոտ 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներից պահպանվել են միայն 1200-ը։ Այժմ Կոմիտասի հոգևոր ժառանգությունը թվայնացվում է հանրայնացնելու նոր սերնդի սեփականությունը դարձնելու համար։
Նա ոչ միայն հայկական երաժշտության կենտրոնական հենասյունն է, այլև ցեղասպանության մեր ցավի կենթանի վկան։ Նրա գործը վեր է պարզապես ստեղծագործական ժառանգությունից։ Այն հիշողությունն է կրում, հայկական վշտի ու ազգային ինքնության ձայնն է։ Կոմիտասը եկավ մեր այդ բոլոր կորուստները վերադարձրեց մեզ, որովհետև մենք հազարամյակների ընթացքում կորցրել ենք մշակութային մեծ ժառանգություն, մեր ճարտարապետության հին նմուշները, մեր գրականության էպոսները, առասպելները, ամեն ինչ մեծ ժառանգություններ կորած քրիստոնեությունից առաջվա նույնիսկ ինքը վերադարձրեց երաժշտության լեզվով մեր մի 6000 տարվա հազարամյակների ամբողջ մշակույթը ոչ թե մի տեղի ամբողջ պատմական Հայաստանի 300,000 քառակուսու վրա։ Մինչև 1915 թվականն էր Կոմիտասը շրջել հայկական գյուղերով, գրի առել ժողովրդական երգերը հարսանեկան ու սգի մեղեդիներով։ Գիտեր, որ այդ երգերում է մեր ժողովրդի հոգևոր ու մշակութային խտացումը։ Երբ 15 թվականին նրան եւս թուրքական իշխանությունները ձերբակալեցին ու աքսորեցին, մտավորականի կյանքը վերափոխվեց անդառնալիորեն։ Հոգեկան աշխարհը սասանվեց։ Հայ ժողովուրդը աշխարհում դառավ միակ ժողովուրդը աշխարհի, որ փրկել է իր հին հազարամյակների երաժշտությունը, հույները չփրկեցին, չունեցան Կոմիտաս, եւ եթե այսօր հունական երգ երգում են, Հոմերոս են կարդում, Ակրոպոլիսի տաճ է, դնում են իրար հետ կապ չունեն, այդ ուրի նույնիսկ հնդիկները, որ այսօր էլ ունեն, մեծ երաժշտություն, ծովա, չէ, 1,5 միլիարդ են, ինչ է, Կոմիտաս չունեն, որ բերեն ասի, այս սա է, ընտրած։ Վարդապետի նպատակը մեկն էր աշխարհին ներկայացնել հայ երաժշտության հարուստ մշակույթի ավանդույթներն ու ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն, որն արժանի է համաշխարհային ճանաչման։ Ինքը ստեղծել է կոմպոզիտորական դպրոց, հայ մտածողություն, մեր մշակույթը կշեռքը ստեղծեց։ Դրանից հետո ինչը որ ինչքանով հայկական է, ոնց որ Պարուս Սևակն ասում էր դու ամենահայ, հա, պիտի չափվի դրանով։ Մի բան ուզում եք իմանալ ինչքան հայկական է, դնում եք իր արածի կողքին, չափում եք, տենում եք։ Կոմիտասի ժառանգությունն այսօր սրբորեն է փայփայում հայ ժողովուրդը։ Արթուր Ջանիբեկյանի գլխավորած Ռենեսանս հիմնադրամը թվայնացրել է վարդապետի ժառանգությունը այն ավելի հանրային դարձնելու նպատակով, որ ժողովուրդը չհեռանա ազգային արմատներից ու խորապես ճանաչի սեփական մշակույթը։ Նրա երգերը հայի ակունքի մասին պատմող հարստություն են։ Ցեղասպանությունից հետո քիչ ստեղծագործեց։ Անտոնին, Կռունկը, Քելեքելեն ու մյուս գործերը պահպանում են հիշողությունն այն հայ աշխարհի մասին, որը թուրքը բնաջնջեց։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Այսքանը խաղաղ գիշեր եմ մաղթում։